Պարոն Մելիքյան, արդեն ունենք երեք կալանավորված անձ, այս պահին նաև ընթանում է Բագրատ Սրբազանի դատական նիստը, ընդհանուր առմամբ այսօրվա տեղի ունեցածը ինչպես եք բնորոշում եւ ինչ ակնկալել։ Ակնկալիքների մասին իհարկե չեմ կարող ես անկեղծ ասած խոսել, որովհետեւ նույնիսկ եթե փորձեմ ինչ-որ իրավական գնահատականներ տամ, չի տեղավորվի այդ իրավաբանության եւ իրավական գնահատականների սահմաններում, շատ դժվար է դրա մասին խոսել, որովհետեւ այն ինչ-որ կատարվում է ավելի աբսուրդի ժանրից է, էլի, մեղսագրել մարդկանց մի բան, որը ես ուղղակի չեմ կարող պատկերացնել, թե ինչ աստիճանի պետքա բան լինեն, հասկանում եք, ամեն չափ ու սահմանը անցած լինեն, որ փորձեն Բագրատ Սրբազանի նման հոգևորականին վերագրել այնպիսի արարքներ կամ այնպիսի իբր գործողությունների ծրագիր, որը ուղղակի նորից եմ կրկնում աբսուրդի ժանրից է ինձ համար։ Քննչական կոմիտեի կողմից հրապարակված իբրև թեհապացույցները փաստաբանների եւ ընդդիմադիրների խոսքով կեղծ են, օրինակ զենքերը կամ կրակված փամփուշտներ են նկարել եւ զենքեր, որոնք ունեն օրինական թուղթ եւ գործածելու իրավունք, հա, այս ինչպես եք բնորոշում, այսինքն ապացույցներ չկան, բայց դատական process-ներ են ընթանում։ Գիտեք, մենք շատ արդեն վաղուց սովոր ենք, որ այս իշխանությունները իրենց վախերի մեջ բնակվելով եւ այդ վախերով ապրելով ամեն ինչի են այլևս ունակ։ Այդ կարմիր գիծ հասկացությունը ինձ թվում է այդ բառապաշարից շատ վաղուց դուրս է եկել եւ կարմիր գիծը միայն բարոյական նորմերի մասին չի, եւ անվտանգային, եւ տնտեսական, եւ գործարար աշխարհի, եւ ամեն ինչ, այսինքն որ կողմը որ շուռ գաք, այդ կարմիր գիծ հասկացությունը այլևս իրենց համար չկա սահմանադրություն, իրենց համար չկան օրենքներ, իրենց իսկ ստեղծած օրենքները, իրենց ուղեղներում ստեղծած օրենքներով ապրող առողջ շարժվող մարդիկ են, որ ուղղակի գնահատականն էլ չեմ կարող էլի այնպեսին տալ, որ իսկապես բնութագրիչը լինի։ Սա ապազգային, հակազգային մոտեցում է, հա, մարդկանց նկատմամբ, ում որ ճանաչում ես տարիներով, ապրել ես այդ մարդկանց հետ, եւ այն ամեն ինչը որ փորձում են բերել, այն բառամթերքը, որ փորձում են բերել եւ իբր դնել, թե այդ մարդիկ են դա արտահայտել, խոսել եւ այլն, այսինքն ուղղակիորեն զավեշտ է, էլի, այս ամենը տրագիկոմեդիայի նման մի բան է, ես ուրիշ բնութագրիչներ չեմ կարող էլի գտնել այս պարագայում, դրա համար շատ դժվար է իհարկե ասել, թե իրենց ուղեղներում մթագնած էլ ինչ էր կարող են ծնվել վաղվա համար, էլ ինչով են փորձելու պառակտել էժոր, էլ ինչով են փորձելու խաբել, ստել եւ այդ կեղծիկը անընդհատ 24 ժամյա ռեժիմով պատտեսնել։ Իրենք ասում են, որ պետական հեղաշրջման փորձ են կանխել, սա Հայաստանի պետականության դեմ ուղղված քայլ էր եւ նույնիսկ Ալեն Սիմոնյանն էլ այսօր համերգում ասել է, որ սա նոր հոկտեմբերի 27 էր նախապատրաստվում եւ դա կանխել են։ Եկեք մի քիչ առաջ չընկնենք, հասկանանք ընդհանրապես ինչի համար էր այս ամեն ինչը արված, հա։ Ես գոնե ինչքան որ ճանաչում եմ նույն Բագրատ Սրբազանին, մի մարդու, որը մշտապես կանգնած է եղել, օրինակ։ Լավ, այդ արտահայտությունը ասենք որ դրել են։ Ես չգիտեմ, նախ մի 2 րոպե, 3 րոպե փորձ արեցի գոնե լսեմ, հասկանամ թե ինչի մասին է խոսքը, այդպես էլ չկարողացա հասկանալ ինչու, որովհետև այդ ձայնային խնդիրները, մնացած մոտեցումները, ես այդ մարդուն 20+ տարի ճանաչում եմ, հասկանում եք, որպես պարկեշտ, հոգևորական, որպես իր հայրենիքին, իր ժողովրդին, հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն նվիրված արժանավոր զավակ եւ հոգևորական ուսուցիչ, պրոֆեսոր, մի մարդ, որը ինձ հետ բազմաթիվ անհատական խոսակցություններ է ունեցել, տարբեր կյանքի դրվագներ, արվեստից, մշակույթից եւ այլն, հա, ես երբևիցե նույնիսկ այդ մտերմության արդյունքում իր բառապաշարի մեջ բացակայում են նման հարցեր գյուլել, չգիտեմ,
անվանարկել, ժողովրդի ներել մասսայական ձև, այսինքն Իսկ այդ թուղթը, որ 24 թվականի թվագրմամբ էր, Դե անցած վաղության ժամկետով։ կազմողները այնքան փնթի ձևով է պատրաստված այդ ամեն ինչը, որ ծիծաղաշարժ է, էլի ուղղակի։ Բայց ընդդիմությունը հեղաշրջում չասենք, լավ իշխանափոխության կամ հեղափոխության պլան ունի, թե չունի, պարոն Մելիքյան։ Դե այդ ընդդիմությանը պիտի հարցնեն, մի բան կաներ։ Չէ, ընդդիմությունը համենայն դեպս երևի թե ամեն մեկը իր կողմից, իր մոտեցմամբ փորձում են իսկապես անել քայլեր, որը հնարավորի եւ օրենքի սահմաններում պիտի լինի բնականաբար, իսկ եթե վերագրվում են ինչ-որ արարքներ, հա, չգիտեմ, ռազմական, զինված եւ այլն արյուն թափել, այս բաները այնքան կիլոմետրերով հեռու են Բագրատ Սրբազանից եւ իր թիմից, որ ուղղակիորեն մեկնաբանության անգամ։ Իսկ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը այս ամբողջ հաղթահարի իմաստն է կազմում, որովհետեւ սա հաջորդեց Սամվել Կարապետյանի ձերբակալությանը կալանավորմանը։ Միգուցե եւ ես առիթով ասել եմ դրա մասին, այսինքն այն մոտեցումը, այն խոսակցությունը ընդամենը մի քանի րոպե, չէ՞, այդ ինտերվյուն, եթե ես չեմ սխալվում, ախր մի հատ եկեք մտածենք, էլի բանական մարդու մոտեցմամբ, հա, ոնց կարող է բանական մարդը մտածի, որ Սամվել Կարապետյանի նման մեկը, որին ճանաչում է ամբողջ հայ ժողովուրդը, որը ճանաչելի է նաև Հայաստանի սահմաններից դուրս եւ դա միայն Ռուսաստանին չի վերաբերվում, հա։ Այսինքն ոնց կարելի է վերագրել, չգիտեմ, կոչ, այդ մեր ձևով, հա, մեր ձևով անելը ոնց կարելի է փոխել, սարքել սա հեղաշրջման մոտեցումը, դե ձեր ձևով հեղաշրջումն է եւ այդ իրենց պատկերացումների մեջ է երևի իրանց այդ ձևերը, որ ժամանակին արել են, իրենք արել են նորմալ, հա, երևի թե իրանց պատկերացման օրենքի սահմաններում, բայց իհարկե այդ ամեն ինչը եղել է աննորմալ։ Նորից ու նորից գալով օրվա բուն թեմային, խնդիրը այստեղ այո նույն վախերի մեջ է։ Այո, ամեն ինչ արվելու է, շարունակաբար է արվում, որպեսզի ժողովրդին ընդհանրապես շեղեն մեր ամենակարևոր այսօրվա դրությամբ, էլ չասեմ տարածաշրջանի վերջին զարգացումները նկատի առնելով շեղել ուղակի օրակարգից։ Համար մեկ օրակարգ այսօր Հայաստանի համար դա անվտանգային միջավայրի խնդիրն է։ Եվ երբ որ դու տեսնում ես, որ հարևան երկրում, հա, եսի նկատի ունեմ Իրանա-իսրայելյան այս 12-օրյա բախում, այդ լարվածությունը եւ դրան զուգահեռ ինչով է զբաղվել Հայաստանի ոչ բարով իշխանությունը, վարչախումբը, պատկերը միանգամից պարզ է դառնում ձեզ համար, հասկանում եք, այսինքն մարդիկ նույնիսկ չեն մտածում այս ժողովրդի, այս երկրի, այս հողի անվտանգության մասին։ Իսկ դա մեր թիվ 1 խնդիրը պիտի լինի ամենօրյա, միայն ու միայն, համար 1 եւ գլխավոր ու առանցքային խնդիրը։ Այն ինչ տեղի ունենում եկեղեցու դեմ արշավի համատեքստում տեսնում եք դուք։ Ամեն ինչ, այո, ամեն ինչը փաթեթավորված տեսեք, հա, նույնիսկ եթե ես չեմ սխալվում, չեմ էլ ուզում ցիտել, հա, բայց այդ գնահատականը տրվեց, չէ, ինչ որ քրյա օլիգարխի կղերական, ինչ որ sense բնութագրիչ տրվեց, այդ ամեն ինչը ամեն մի բառը որ վերցնեք, դուք կտեսնեք այս բոլոր հարցակումները ինչով է պայմանավորված։ Նույն այդ վախերով է պայմանավորված, որովհետև ժողովուրդը շատ ավելի շատ սկսել է հասկանալ դրա մասին, պետական ապարատը շատ ավելի շատ սկսել է հասկանալ դրա մասին, այո, նաև իրավապահ մարմիններն են սկսել հասկանալ այդ ամեն ինչի մասին, որովհետև իրենք վաղը մյուս օր արդեն իսկ չեն պատկերացնում էլ ինչ սահմաններից դուրս հրամաններ են լինելու, որպեսզի իրենք կատարեն։ Իսկ իր վարչախմբի ղեկավարի պատկերացմամբ, իսկ կա արդյոք որևէ մեկը, որ որևէ հրահանգ իմ կողմից չի կատարելու, որը որ ով չի կատարելու, պատիժները մենք հերթով տեսնելու ենք։ Այսպես ուզում են լրացնեն, այսպես ուզում են նորից պառակտեն, նորից անջատեն, նորից բաժանեն, ինչքան են անելու։ Մի ողջ ժողովրդի պիտի ձերբակալեն, թող փորձեն, այսինքն։ Հիմա այս ժողովուրդը, որ կանգնած է այստեղ, եւ իրենք էլ տենց ուշով երևի հետևում են, թե քանի մարդ է գալիս, որովհետեւ իրենց հաշվարկների մեջ երևի հազարներ պիտի լինեն, որպեսզի այդ ցասումը արտահայտեն, այդ ընդվզումը արտահայտեն։ Ընդվզումը մարդկանց մեջ է։ Դուք հայ ժողովրդի հետ կատակ մի արեք։ Այս ժողովուրդը ֆենոմենալ բաներ ունի, բնութագրիչներ ունի, հա,
մենք շատ ենք խոսել, շատ ենք քննարկել, հա, լավ, էլ ինչ պիտի լինի, որ այս ժողովուրդը ոտքի կանի։ Ինքը գիտի ինչ պիտի լինի եւ ինքը շատ լավ է հասկանում, որովհետեւ արյան կան չունի վերջի վերջո, այդ արյունը դեռ ջուր չի դարձել մեկ եւ երկրորդը չի պղտորվել։ Ինչքան էլ փորձում են այդ պղտորել, այդ արյունը, չգիտեմ, վերագնահատել, վերաձևակերպել, ռևիզիոնիզմի ենթարկել մի ամբողջ 5000 տարվա պատմություն, դա չի ստացվելու։ Ինչ որ հատվածական որոշակի ինչ-որ հաջողություններ իրենց պատկերացումներով միգուցե կգրանցեն, բայց բնականաբար ամբողջական առումով դատապարտված են լինելու եւ պարտություն են ունենալու միանշանակ, որովհետեւ հային հնարավոր չի կոտրել, ջարդել, նսեմացնել, փոքրացնել եւ վերացնել։ Այլապես մենք միջև հիմա, եթե մնացել ենք կանք այսքան, սա էլ է անցնելու միանշանակ եւ ժողովուրդը կգոտեպնդվի, վստահ եմ մեջ կկուղի եւ հաստատ կկանգնի իր իսկ ինքնության համար, իր ընտանիքի եւ իր զավակների համար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։